Դուք լսեցիք, որ Վրանը այստեղից հանվելու է, եթե հետևում եք, եթե չէ, ձեզ տեղեկացնենք, որ որոշում է կայացվել, որ Վրանը պիտի հանվի, կառավարությունը շարունակելու է եւս 2 ամիս տրամադրել 40+10 հազարական աջակցության ծրագիրը, ինչպես նաեւ նշել են, որ ծրագրերում, որոնք որ ներկայացրել են, փոփոխություններ են իրականացնելու։ Դուք ինչպես կգնահատեք ներկայի իրավիճակը։ Աղջիկ ջան, այդ 40+10 որ տալիս է այդ կառավարությունը, իրանց գրպաների չի տալի։ Ես Երևանցի եմ, դա մեր հարկերի փողն է տալի։ Անենց որ մեծ բան չի անում։ Երկրորդը բայ չպետք է անի չտա։ Այս մարդկանց երկիրը բնավեր արեցին։ Դու ով էիր, որ դու գնացիր կայնար Պրահայում այս մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ, ով էիր դու, Ղարաբաղցին, Արցախցին քեզի տվել լիազորակցությունը, գնացիր մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ, մարդկանց տները չթողեցիք, որ բարեին, քանդեին, միլիոններով այս մարդկանց տարիների կուտակածը թողեցին Ղարաբաղ եկան, կարտոշկեքով, բիտոններով, մեղրներով, ամեն հարստությունը թողեցին եկան ու դու խոստացար, որ այս մարդկանցը ապահովելու ես բնակարանով, հիմա եկել է այդ աստիճանը հասե, դու այդ 40+10-ն էլ չես ուզում տաս, հորդ ջեբից ես տալի այդ փողը, դա մեր փողերն է։ Իսկ Արցախցին մեր հայրենակիցներն են, թողանիցվի են մարդը, թողանիցվի, ով որ Արցախցի հայաստանցի կտարանջատի։ Իրանք Արցախցիները այնքան արտոնություն ունեն ստեղ, ինչքան որ Հայաստանցին։ Մեր համար չկա տարբերություն, այդ իրանք են անամոթի պես ատելության քարոզներ անում, հետո տեսան, որ ժողովուրդը թքում է ներեցներին, արդեն սկսեցին, հիմա արդեն ուրիշ բան են բրդե, դրանք տենց են, չէ, այսօր ուրիշ բան են ասում, վաղ ուրիշ բան են ասում, հետո, ընձի թվում է, սրանք սաղ հիվանդ են, անցածից սրանք տարապում են նախկինացավ վիրուսով, երևի էլ ուրիշ վիրուս է Հայաստանի մեջը, ինչ խոսում ես, ինչից խոսում ես, արշիպես մեղրի օրինակն են բերում, նախկիները հասկացանք, նախկիները թալանել են, չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց հոտ ձեր չապ չեն թալանել, հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դուք, բոլորդ հարկադիրի պարտքերը, բրեկները տեկակ իշխանության, հիմա այսօրվա օրը գոնե ամաչեք թալանից մի խոսացեք, գոնե ամաչեք, կոպեկ Range Rover հետ են բերում, մեզ են տալի, մեզ ինչ, իմ համար ինչ տարբերություն, փողոցից կառնեն պետրոլ, մեկը բերում են իրանք իրանցը պարգևատ վճար են բաժանում, իրանք իրանց առանձնատներ են առնում, դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջները առնում ես կնգատակ ես դնում, կարող է ժողովուրդն է օգտվում դրանից։ Աննա Հակոբյանը ասում է, որ կրթվել է նորաձև է եւ հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը, ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ գլի, բայց դե պետք է ասեմ։ Հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ։ Հələ թող մի հատ իրանք կրթվեն։ Այդ երբեն օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի են երեխեքիներ հետևներից սկսած ամանչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են, այդ դու և ես Աննա Հակոբյան, մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, հələ մի հատ դու գնա փողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ, քորելով ման է գալի իրանցը, հələ դու կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերը սեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պետք է անենք,
Անձիթ մասված արդարայելի չի թողի, արդեն այնքան ենք փորձության եք է, նայում եմ իր ժողորդին լացս գալիս է, այսօր ասում հլե չնած գալիս եմ շուշուտ եմ գալի, սրանք իմ հայրենակիցներն են, այդ համ հլը տենամ ես էլ իմ լումայու չապով, զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չապով ուզում եմ գամ կայնեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն, թող նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով որ Արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի, իրանք մեր քույրներն ու եղբայրներն են, ու իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ, այսի Նիկոլի երկիրը չի, այսի մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ, սրանք չեն ամաչում ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել, բան ջան, Ալեն ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խապնվել ենք, 680,000-ի մեջ ես էլ եմ եղել, համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խապնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ, չենք իմացել, որ Ալիևը բտինդեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին, Էսի մեր երկիրն է Նիկոլ, էսի քո երկիրը չի, դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխրոցներն արդեն ըլում, վերջի խրխրոցները, փրկություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդը ես, առանց էդ էլ այսքան տանջվա ժողովուրդը նորից այսքանից հետո տանջվեն, մեռնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ փասապ հուսեկով չին ամանչում, այդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, որ իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն։ Դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն էլ ես եմ, քեզ ով է այդքան իրավունք տվել, որ դու էտաս իմ անունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատինս տվել, դու Հայաստանն ես, հա? Էդու ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ կնզր։ Դինոչետին բռնապես դա։ Գրակնգ մենք այդ գժերի ձեռը, թող էթանային մարդ իրանց երամով, նախիրով էթան հոգեբուժարանները բուժվեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, խիսես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ ենք ունեցել, որ մի նախագահի օրոնք ենք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքը գլխիդ վերևը գլի թե չի լի, ով չգիտեմ, էլ բան շատ բան ասում, շատ երկ գիտեմ ծեներ չի գալի, շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ, Այս իրանք չեն էլ նայեն, 70 տարեկան մարդուն տարան բռնեցին, չեն էլ նայի տարիքը, ծերըտ, մի հատ մահանա են մանգալի, ես ես 7 տարվա մեջ սենց հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իր ակնգահետ կամ էլ իր փնթոշ ընտանիքին, հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարքում են ու գնա,